Մարինատից հանում ենք խոզի միսը։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է մարինացվել։ Ահա, միսը շատ լավ փափկել է արդեն։ Համեմունքները լրիվ վերցրել է իր վրա։ Շատ լավ է կտորները։ Հիմա մենք մարինատից միսը կհանենք, որ չորացնենք։ Մենք ունենք այստեղ համեմունքներ, 5 գրամ ունենք կարմիր բիբար, 5 գրամ քիմիոն, 5 գրամ սև բիբար։ Համեմունքները հիմա լցնում ենք խոզի մսի վրա։ Շատ լավ է։ Եվ անպայման խառնում ենք շատ լավ։ Եթե դուք ունեք նախընտրած համեմունքներ, կարող եք այդ համեմունքները խառնել խոզի մսի վրա։ Այդպես էլ կարող է լինել, բայց մեր տարբերակով արդեն ոնց որ փորձված համեր են, շատ լավ է ստացվում։ Հիմա կշարենք ցանցերի վրա։ Շարում ենք սենց սիրուն, ուղղելով մսերը, իրարից մի քիչ հեռու։ Հիմա սենց կարող ենք տեսնել, որը փոքր կտոր է, ըստ դրա շարենք։ Հիմա խոզի ջերկիները եփում ենք։ 1 ժամ մենք կպահենք 90 աստիճանի տակ, հետո փոխենք 75 աստիճանի տակ, 4 ժամով կեփենք արդեն։